Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Աշխատավարձեր են ուզում, աշխատավարձի իրական աճը կազմել է վերջին 5 տարում կազմել է 27.1%, իրական աճը գնաճի էֆեկտները հանած։ Հա, բայց աղքատության խնդրեմը ինչի չի հաջողվում, ես դες ուզում եմ ասեմ, ինչի չի հաջողվում հաղթահարել աղքատությունը, կրթության պատճառով, դպրոցի բացակայության պատճառով, որովհետև աղքատության մեջ գտնվող մարդուն ինչա պետք, ինչի է նախ ինքը աղքատ։ Կրթության խնդրեմի պատճառով, այն գոյություն չունեցած դպրոցների պատճառով, բուհերի ցածր որակի պատճառով, գոյություն չունեցած մանկապարտեզների պատճառով եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ մենք այդ խնդիրը լուծում ենք եւ պետքա լուծենք։ Այդ թվում խաղաղության բացակայության պատճառով։ Հարգելի ներկաներ, հարգելի գործընկերներ, ընդհանրապես կարծում եմ, որ մենք պետքա կարողանանք պաշտպանել այսօրվա Հայաստանը։ Որտեղ այսօրվա Հայաստանը շատ ավելի ուժեղ, շատ ավելի ինքնավստահ պետություն է, ավելի պետություն է, քան երբևէ, ոչ միայն 2018 թվականին։ Այսօրվա Հայաստանը մի պետություն է, որի ճակատագրի ղեկը գտնվում է հենց իր եւ իր ժողովրդի ձեռքին։ Եվ ես համոզված եմ, որ այս իրադրությունը ոչ թե պահպանվելու, այլ զարգանալու է, որովհետև դա պատմական շրջադարձ է, այն ինչ որ հիմա տեղի ունենում, պատմական շրջադարձ է։ Հայաստանը իր պատմության ընթացքում պետություն լինելու, բարեկեցիկ լինելու, երջանիկ լինելու, անկախ լինելու, անվտանգ լինելու երբեք այսպիսի շանս չի ունեցել։ Երբեք այսպիսի շանս, խոսքը վերջին 5 տարվա մասին չի, խոսքը վերջին 500 տարվա մասին է։ Եվ այո, պետք է խոստովանել։ Մենք այդ արդյունքին, մենք այդ խնդիրը լուծել ենք շատ դառը, դաժան փորձությունների միջով անցնելով։ Մենք այս անկախությունը ձեռք ենք բերել մեր նահատակների կյանքի գնով։ Եվ այսօրվա Հայաստանը, որը ապրում է, Հայաստանը ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը։ Եվ շատ կարևոր է սա տեսնել, ինչու է կարևոր տեսնել, որովհետև այո, պետքա տեսնել, էլի չեմ հոգնի մեջ բերել նոր կտակարանի այդ խոսքը, որը ասում է պիտի նայես եւ պիտի չտեսնես, պիտի լսես եւ պիտի չիմանաս։ Որն է մեր տարբերությունը 2018 թվի եւ այսօրվա։ Մենք 2018 թվականին բոլորի նման իմիջայլոց, ոչ միայն մենք։ Բոլորի նման նայում ենք եւ չէինք տեսնում, լսում ենք եւ չէինք իմանում։ Հիմա Հայաստանում հայտնվել է կառավարություն եւ կառավարող մեծամասնություն, ով նայելով սկսել է տեսնել, ով լսելով սկսել է իմանալ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի ժողովուրդը պետք է ամուր կարճի մեր նորընծա տեսողությունից եւ մեր նորընծա իմացությունից։ Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։